բարեկամներ, հարգարժան տիկներ եւ բարոնայք, մեծակցությամբ ողջունում ենք ձեզ Վասպուրական ռեստորանային համալիրի այս երեսիկ եւ վերահսուկ դահլիճի կամարների ներքո։ Այսօր անկասկած մեծ տոններ Եղիազարյանների եւ Մարտիրոսյանների համար, նրանց ընտանիքների համար եւ այս գեղեցիկ դահլիճում են նրանց ամենասիրելի, ամենահարազատ եւ թանկ մարդիկ, ովքեր եկել են ներկա գտնվելու եւ այդ ներկայությամբ մեր երեկոն վերածելու են մեծ տոնի։ Եվ այսպես ձեր բոլոր ծափահարությունների ներքո մեր երեկոն հայտարարում ենք ասված։ Այսօր 27 է մայիսի 2026 թվականը։ Թույլ տվեք ներկայացնել մեր ամենագլխավոր հերոսներին։ Ես խնդրում եմ ձեր ջերմ ծափահարությունները Հրանտ եւ Հասմիկ Եղիազարյաններին, մեր հոբելյարի, մեր փոքրիկ Հովհաննեսի հետ միասին ձեր ջերմ ծափահարությունները։ Շնորհակալություն մեր գլխավոր հերոսներին այսպես գեղեցիկ եւ պատշաճ կերպով դիմավորելու, ողջունելու համար։ Իսկ ես նշեմ սիրելի բարեկամներ, որ մեր երեկոյի նախաբանի ժամանակ մենք ունենք շատ հետաքրքիր եւ շատ ինքնատիպ մեկ արարողակարգ։ Հետևաբար մեր հարգարժան Հասմիկի առաջարկով մեր երկու մայրիկներին, մասնավորապես եւ որպես մայրիկ եւ որպես իհարկե տատիկներ, վերելա տատիկին եւ երելա տատիկին խնդրում ենք պարը հրապարակի կենտրոն։ Նրանց հետ միասին բոլոր ցանկացողներին, մեր կանանց եւ աղջիկներին խնդրում ենք պարը հրապարակի այս հատվածը, որպեսզի միասին իրականացնենք մեր փոքրիկ հետ կապված շատ գեղեցիկ արարողակարգ, մեր Ատամ հատիկը։ Сколько радости вокруг, появился первый зуб. Միանգամից 3 հատ ասորեն։ 3-ը երևի հրապարակ ենք, ասում ջան, ասում եմ ժողովրդական ուշադրություն եւ այսպես մեր Հովհաննեսի առաջին մասնագիտությունը սպորտսմեն, ծափահարությունները, Մարզիկ Հովհաննեսը, ասում ենք երկրորդ մասնագիտությանը երկիչ, Մարզիկ երկիչ եւ տնտեսագետ, Մարզիկ երկիչ տնտեսագետ, շատ հետաքրքիր մասնագիտություններ մեր փոքրիկ բանիկի կողմից, շնորհավորում ենք նաև մեր Հրանտին, որովհետև նա մեզ ավանդ պետք է ունենա մեր փոքրիկի ուսման եւ կրթության հարցերում։ Այս բանի խնդրում եմ, որպեսզի մեր հյուրերը լսեն գավաթները եւ մենք խմելու ենք մեր երեկոյի դերևս ամենաառաջին կենացը։ Իրենց ասելով բարով տեսանք եւ բոլորիս աչքը լույս։ Բարով տեսանք հարգելի բարեկամներ։
եւ պարոնայք մեր տոնական երեկոն շարունակվում է եւ որպեսզի այն լինի ավելի լիարժեք այս պայն մեծակնությունով հրավիրում ենք այս գեղեցիկ դահլիճ սպասարկող անձնակազմին, որպեսզի նրանք ներս բերեն վասպուրական ռեստորանային համալիրի բարձրակարգ խոհարների կողմից պատրաստված մեր հայկական, ավանդական, անուշահամ խորովածը։ Բնականաբար գեղեցիկ երաժշտության ներքո։ Համեցեք։ Ես խնդրում եմ, որպեսզի մեր հյուրերը կրկին նստեն գավաթները եւ այն մեծակն սիրով խորին հարգանքով նվիրում ենք մեր փոքրիկ բալիկին, մեր փոքրիկ հովելարին։ Այս միշտ կենացա առաջարկելը ես խնդրում եմ եւս մեկ անգամ ջերմ ծափահարությունները Հովհաննես Եղիազարյանի հասցեին։ Ծափահարությունը ողջունենք մեր փոքրիկին եւ շնորհիվ բարեկամներ միշտ անցնելը մեր բարեմաղթանքների եւ գեղեցիկ խոսքերին նշեմ, որ այս բանի մենք ունենք պատվոգիր, որը առաջինը պետք է հանձնենք մեր փոքրիկ բալիկին եւ այսպես պատվոգիրը տրվում է Հովհաննես Եղիազարյանին առայն, որ նա քաջաբար հաղթահարել է առաջին Ադամիկի տանջանքները։ Ծափահարությունները ողջունում ենք մեր փոքրիկ բալիկին, մայրիկին հանձնենք այս պատվոգիրը, համեցեք։ Եվ հարգելի բարեկամներ, նշեմ, որ մեր երեկոն իսկապես լի է գեղեցիկ եւ ինքնատիպ անակնկալներով, այս պահին մենք ունենք հաջորդ անակնկալը եւ դահլիճում գտնվում է մեր Վեներատատիկը, նախ խնդրում եմ ծափահարությունով ողջունենք մեր Վեներատատիկին եւ շնորհիվ մեր Վեներատատիկի այս պահին մեր փոքրիկին հանձնում ենք Baby Gym մանկական մարզասրահ հաճախելու տոմսը, ձեր ջերմ ծափահարությունները մեր Հովհաննեսը իսկապես կմեծանա որպես լավ կազմվածքով պատրաստված ապագա մեր մարզիկը, մեր երգիչը եւ մեր տնտեսագետը։ Եվ այսպես ջերի բարեկամներ, ինչպես նշվեց, հրաշալի եւ թանկենացող խորին հարգանքով նվիրում ենք մեր փոքրիկ Հովհաննեսին եւ ամենակարևորը մենք նրան մաղթենք ամուր առողջություն, նրան մաղթում ենք անապ եւ խաղաղ երկինք, ուրախ մանկություն, հեքիաթային պայծառ օրեր եւ ամենայն բարիք։ Հողնավ ողջ կյանքում հպարտում ենք կրի Եղիազարյան ազգանունը, դառնա իր մեծերի բարի ավանդույթների կրողն ու շարունակողը։ Մենք բոլորս ծափահարությունների տեսքով ասում ենք ծնունդը շնորհավոր, փոքրիկ հովելյար, գնացինք։
Մեր երեկոն շարունակվում է, իհարկե նաև շարունակվում են մեր անակնկալները և այս պահին նշեմ, սիրելի բարեկամներ, որ կա անակնկալ Ռոբերտ Պապիկի և Երենա Տատիկի կողմից։ Խնդրում եմ ծափահարությունների ներքո մեր Երենա Տատիկը իր ամուսնու հետ միասին այս գեղեցիկ քանդակեք նվերը հանձնի իրենց սիրելի հորմիկին։ Ջերմորեն ողջունում ենք ծափահարություններով և ասենք բարով բայրեք, հարգելի հոբելյար։ Հարգելի բարեկամներ, հարգարժանատիկներ և պարոնայք շարունակում են մեր հրաշալի տոնական երեկոն և ես խնդրում եմ, որպեսզի մեր հյուրերը կրկին լսեն գավաթները և այն մեծակուն սիրով խորին հարգանքով պետք է նվիրենք այս գեղեցիկ օրվա, այս հրաշալի երեկոյի ամենաուրախ և ամենաերջանիկ մարդկանց։ Եվ ես խնդրում եմ ևս մեկ անգամ ջերմ ծափահարույցները Հրանտ և Հասմիկ և Ազարյանների հասեին։ Խնդրում եմ ծափահարույցներով ողջունենք մեր հարգարժան Հրանտին և Հասմիկին։ Այսօր նրանց կյանքի ամենակարևոր, ամենահիշարժան օրերից մեկն է և Հրանտն ու Հասմիկը այն անցկացնում են իրենց համար հարազատ և թանկ մարդկանց միջավայրում։ Հարգելի Հրանտ, հարգելի Հասմիկ, գեղեցիկ ու թանկենասեր խորին հարգանքով նվիրում ենք ձեզ։ Ամենակարևորը մենք բոլորս ձեզ մաղթում ենք առողջություն, մաղթում ենք անսպառ լավատեսություն, անսահման երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն և ամենայն բարիք։ Դարձնած որպես մեծություններ, որպես հայր և մայր, ողջ կյանքում լինեք Հովհաննեսի կողքին և լինեք նրա բոլոր հետագա հաղթանակների և նվաճումների ոգեշնչողն ու ականատեսը։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, մեր հարգարժան Հրանտի և Հասմիկի կենացն է, ողջ երեկոյի ընթացքում նրանց կարող եք գավաթ-գավաթի խփել և շնորհավորել այս հիշարժան օրվա առիթով։ Մեր փոքրիկ հոբելյարի ծնողների կենացը։
Ողջունելով շարժվում ենք առաջ եւ այս պահին խնդրում եմ, որպեսզի մեր հյուրերը կրկին լսեն գավաթները եւ այն մեծապես սիրով նվիրում ենք այն մարդկանց, ում մեր փոքրիկ Հովհաննեսը շնորհել է պապիկ եւ տատիկ դառնալու այդ մեծագույն կոչումները։ Խոսքս իհարկե վերաբերում է մեր սիրելի մեծերին, մեր հարգարժան պապիկներին, տատիկներին։ Նշեմ, որ ցավալիորեն մեր Հովհաննեսի հունա պապիկը չասրեց տեսնել այդ գեղեցիկ եւ երջանիկ օրը, մեր հարգանքի տուկը, մեր խոնարհումը, մեր աղտացանքը, մեր պապիկին։ Եվ այս պահին նաև ես պետք է խնդրեմ, որպեսզի մենք բոլորս սաղբարությունը ողջունենք մեր փոքրիկ Հովհաննեսի շատ սիրելի Վեներա տատիկին։ Ձեր ջերմ սաղբարությունները մեր հարգարժան Վեներա տատիկին։ Սաղբարությունը մեր Հովհաննեսի շատ սիրելի Ռոբերտ պապիկի հասցեին խնդրում եմ ողջունենք սաղբարությունով մեր հարգարժան Ռոբերտ պապիկին։ Սաղբարությունը մեր Հովհաննեսի շատ սիրելի Ելենա տատիկի հասցեին խնդրում եմ ողջունենք սաղբարությունով մեր հարգարժան տատիկին։ Նաև նշեմ հարգելի բարեկամներ, որ մեր մեծությունների հետ միասին կա դահլիճում ևս մեկ հրաշալի անձնավորություն, ով իր պատկառելի տարիքով այս գեղեցիկ դահլիճումը եւ մեզ հետ միասին ուրախանում է մեր երեկոյի յուրաքանչյուր ակնթարթով։ Եվ ես պետք է խնդրեմ այս պահին առանձնահատուկ ջերմ սաղբարությունները մեր Հասմիկի շատ սիրելի Հասմիկ տատիկի հասցեին։ Մեր ջերմ սաղբարությունները մեր հարգարժան տատիկին եւ իհարկե նաև մեր փոքրիկ շարժառությունը իր ներկայության իր մասնակցության համար։ Հարգելի բարեկամներ, եւ այսպես մեր սիրելի կենասը, մեր հարգարժան պապիկների, տատիկների կենասը, ևս մեկ անգամ մեր հարգանքի դուրսը մեր խորին հարգանքը հունան պապիկին, իսկ մեր Ռոբերտ պապիկին, Վեներա Ելենա տատիկներին, Հասմիկ տատիկին, մեր սրտերի, մեր հոգիների ողջ ջերմությունը եւ երկար տարիների ուրա առողջ եւ անհոտ առօրյա։ Ձեր կենասը հարգելի մեծեր, ձեր կենասը հարգելի պապիկներ եւ տատիկներ։ Եվ այս պահին մասնավորապես մեր բոլոր մեծերին, մեր հարգարժան Ռոբերտ պապիկի հետ միասին հրաժարականությամբ մեր բոլոր մեծերին, պապիկներին, տատիկներին հաջորդ երաժշտական ողջույնը, հաջորդ երաժշտական շարքը։ Սիրով, մեր սիրելի մեծերի կենասը։
Կյանքիս կեսնանց է, պապիկ եմ դարձել, քո աշխարհը գալու, ես շատ եմ սպասել, կյանքիս կեսնանց է, պապիկ եմ դարձել, քո աշխարհը գալու, ես շատ եմ սպասել, տարիներ ասում են գնում անունս, ես թողնիկիս եմ թողնում դեր ասված, մահարին նրանց գնում, տարիներ ասում են գնում անունս, ես թողնիկիս եմ թողնում դեր ասված, մահարին նրանց գնում, Հարգելի բարեկամներ, հարգարժան դիպներ եւ բարոններ, մեր տոնական երեկոն շարունակվում է։ Մենք հանդարտվելով շարժվում ենք առաջ եւ ես խնդրում եմ, որպեսզի մեր հյուրերը կրկին լսեն գավաթները եւ այն մեծարնասիրով, խորին հարգանքով նվիրում ենք բոլոր մեր այն եղբայրներին, մեր ընկերներին, ովքեր ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան գտնվելով ամենադժվարին պայմաններում անում են ամեն ինչ, որպեսզի լինեն խաղաղ մեր Հայաստան աշխարհի սահմանները։ Ես խնդրում եմ ձեր ջերմ ծափահարությունները մեր բոլոր հերոս եւ հզոր զինվոր եղբայրների հասցեին։ Խնդրում եմ մեր հերոսների կենացը ոտքի վրա, հոդենկայս, մեր խորին հարգանքը մեր բոլոր հերոսներին, մեր խոնարհումը մեր սուրբ Եղաբնուրին, մեր ազգի, մեր հայ ազգի բոլոր մեծերի կենացը, Հայկ Նահապետից մինչև Մխիթար սպարապետ, մինչև Զորավար Ալղնիկ և Գարեգին Նժդեր,
Միջև կոմանդոս և մոնթե մենքորյան, մեր խոնարումը մեր ազգին բոլոր մեծերի։ Բոլոր այն եղաների կենացը, ովքեր այս պային գտնում են մարտական դիրքերում, ովքեր քիչ առաջ իջել են մարտական դիրքերից և ովքեր քիչ հետո պատրաստում են բարձրանալ մարտական դիրքեր, ամենակարևորը մենք մաղթում ենք ամուր առողջություն։ Մաղթում ենք հաղթական և մարտական բարձր ոգի, ափորձան, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ հարազատ օջախները։ Քո կենացը հայ զինվոր և սպա, քո կենացը հայ կամավորական։ Մեր հայրենիքի, մեր սուրբ հայրենիքի պաշտպանների կենացը։ Եվ այս պահին մեր հարգարժան հրատի և հասնելի կողմից մենք ունենք հաջող անակնկալը, մեր փոքրիկը, մեր Հովհաննեսը արդեն գտնվում է պարահրապարակի այս հատվածում և ես մայրիկներին խնդրում եմ, որ բոլոր փոքրիկներին ուղեկցեն պարահրապարակի կենտրոն, դահլիճում գտնվող բոլոր փոքրիկներին խնդրում ենք դեպի պարահրապարակի կենտրոն, երեխեք ջան գալիս ենք պարահրապարակ, հարգելի փոքրիկ բարլիկներ։ Հարգելի ծնողներ, խնդրում ենք բոլոր փոքրիկ բարիկներին ուղեկցում ենք պարահրապարակի կենտրոն, որովհետև այս պահին նշեցի կա մեկ հրաշալի անակնկալ և ես հրավիրում եմ պարահրապարակի կենտրոն լոլիկ մուլտ հերոսների, որովհետև նրանք պատրաստել են շատ հետաքրքիր ծրագիր և փոքրիկների և մեր մեծահասակների համար։ Խնդրում ենք երաժշտություն և դիմավորենք մեր խաղաբարին։ Գնացինք։ Այսօր այստեղ և միասին ենք անցկացնելու ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, որ ընտրել են հենց մեզ կազմակերպությունը։ Սիրում խնդրում եմ բարձր տարբերով դիմավորեք մայրիկին։ Մայրիկ ջան, շնորհավորում եմ ձեզ և բոլոր Մայրիկ նշանակում է հայրիկ։ Բա, հայրիկ, մայրիկ, այդ մի մարմին չի։ Մարդուքին մի մարմին։ Լավ, ես ուզում էի ասել, բայց դա քիչ հետո է ասելու։ Առաջին հերթին շնորհավորում եմ մայրիկին, որովհետև առաջինը ձեր գրկում է եղել երեխան, ճիշտ է, երբ որ ծնվել է։ Հետո բոլորին, հայրիկին և բոլոր մնացած հյուրերին շնորհավոր։ Դա արդեն Եվ մեր ամբողջ ազգին եմ շնորհավորում, որ այսպիսի բալիկ եք լույս աշխարհ բերել, մամա ջան, մեր ազգի համար։ Եվ մեր մնացած բալիկներն են, երեխաներ, դուք յուրաքանչյուրդ մեզ համար, մեր ազգի համար շատ կարևոր մարդիկ եք։ Միշտ գիտակցեք, որ դուք շատ կարևոր մարդ եք մեր երկրի համար, ամեն մեկը։ Ճիշտ է։ Այ ջան, միան խնդրում եմ բարձր ասեք շնորհավոր մեր գեղեցիկ այս գեղեցիկ ընտանիքին, ձեր առաջնեկն է։ Այո, մեկ տարեկան է անունը։ Հովհաննեսի ծափահարում ենք, Աստված Հովհաննեսի հետ լինի, իր բոլոր երազանքները կատարի, առողջ բալիկ մեծանա, մեր երկրի համար առողջ ուժեղ տղամարդիկ են պետք, մեր իսկապես հայ տղա մեծանա, ուրիշ ինչ ասեմ։ Հիմա երեխաներ միասին բարել են, խաղալու են, ուրախանալու են, բայց այսօր մեծերին եմ այստեղ խաղացնելու, այնպես որ համեցեք հենց հիմա այստեղ մեծեր։ Ուրեմն ես ձեզ ամենադժվարը տալիս եմ անուններ, որ պետք է չմոռանաք։ Ախպերական մի հատ փորձ է, ելի։ Սևերը այս թիմը կլինեն, հապայի թիմը։ Կարմիրները ձեր թիմը։ Խնդրում եմ հիշեք, որ դուք կարմիրների թիմ եք, որովհետև մինչև վերջ պայքար է լինելու միավորների, չշփոթվեք, բարձ է, այ հիմա բացատրում եմ ինչ ենք անելու, թելը գլխով անցկացնում ենք, ոտքերով հանում ենք, փոխանցում ենք իրար, բալիկին դրեք, որ դուք կարողանաք անեք, գնացի, գարա, չենք մնում, ավելի արագ,
ամիների ծափարում ենք ասեղերի ներումով։ Երա, ձեր երեխեքը շատ է։ Բայց մենք շատ ենք։ Անկեղծ հանելուկ եմ ասում։ Չէ, մինոտ է, իրան սերքով է, մարդիկ շատով է։ Ընտանիքներով այս խաղը, մարդիկ մեղավոր են, որ շատ ընտանիք են, երեխեքը շատ են։ Մերոնք էլ են շատ փովել են Լավ, եթե իսկապես, եթե անգեղծ լինի, մի հատ ասեք, հանելուկ թե դրամաբանական հարց։ Հանելուկ եմ ասում, պատասխանեցիք 5 միավոր աստանում թիմը։ Մի գլխանի, մի ոտանի, գլխին խփես ներս կմտնի։ Սեր սատանան չի։ Ուրա! Կամնեք, այ այսքով, լավ բացվեք, որովհետև երեխաները բազելու են։ Սիրելիներս նորից եմ բացատրում, ամրակներ եմ լցնում հատակին, միայն երեխաներն են խաղալու այս խաղը։ Ոչինչ 8 9 10 11 12 Վաու 13 14 15 16 17 18 19 ամրակ ունենք արմիները ծափարում ենք 19 1 2 Շենքից լվասկի 3 4 5 6 7 Էսի սիրուն է շարը 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Արա 24 Միատել եմ հանելուկ ասում շարունակում եմ Ատորի լվասկի գողնանի լվասկի է գողնան Ուշադիր լսեք Սար ու ձորին ձայն է տալիս դատարկ փորով տուն է գալիս Ուտո խմող ձածան Չկատակ եմ արում Սար ու ձորին ձայն է տալիս դատարկ փորով տուն է գալիս Չեք կարողանում գուշակել Զանգը Ոչ, ձայնը չի Լավ, մի քիչ հուշում եմ անում Ոչ միայն սար ձորին, այլ որտեղ որ ինքը լինի Ձայն կտա Բայց մի դատարկ փորով տուն ա գնում Ուրախ առիթներին ա լինում ավելի շատ Համադա Չէ Յա, թամադային ինչ ա եղել, որ դատարկ փորով տուն գնա Ամենաշատը իրանք են ուտում քեբան Ապրեք դհոլը, ծափարում ենք մամային Իսկ հիմա իմ ձերքին աբադոգներ են Նայք, այս աբադոգները անցկացնելու եմ ձեր գլխին Խնդրում եմ այս կողմ, եթե կարմիր թմից ես, որ թմից եք Այստեղ ինչքան գլուխը շարժում ենք Միավորներ արագ է շարժում, արագ միավոր Պատրաստ, ապա արի, երեխան Մենակ կանգնեք, որ ես հերթով մինան իմանամ արագ Որտև արագ պետք է փոխեմ, մի քիչ մոտեցեք, պատրաստ եք, Ազիզ ջան Զրոացնում ենք Պատրաստ Ապելավարը Ապե արինետ ինչա
Ես մեղավոր եմ, որ ես երեխեն թոքը ժամանակվարից սովոր ամարամություն անի։ Ահե մի ատա։ Ես սան թանցի դա ահերի։ Երով իրար ենք։ Սիրելի, մեծ է, դուք էստեղ եք հիմա պարում եք, բայց երեխաներն են խաղում, լավ, ոգևորեք ձեր բալիկներին։ Հիմա խաղը երեխաներ պարելու հետ է կապված, բայց քանի որ բաժակները այդքան շատ չեն ու երեխաները հնարավոր է վնասվեն, միայն երեխաներն են վերցնում բաժակները, լավ, երեխաներ կանգնեք ձեր թմերի մոտ, երեխաներս պատրաստ եք, պարում եք։ Կներեք, ժողովուրդ։ Պարում եք, բալիկներ։ Պարում եք։ Երկերը վերևով, ապրեք։ Սիքսենատ։ Արեքակ ես երկը չգիտեք երկեք։ Հա երկեք։ Ազիջան, ես ինքը երեխայ եմ, պատկերացրեք երեխայ չի երևում, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, բաց, 4, 1, 2, 3, 4, Երկրորդ բան եք պարում, ձերքերը բաց են, Dale,
Ուրախալի դարձարեց։ 1, 2, 3, 4, 5, 7 Լավ, ոչի, հիմա շուտ ասելուկ եմ ասում, ձեզանից ով է պատրաստացել։ Այ, դուք եկեք էստեղ։ Եկեք։ Հիմա, նայ, շուտ ասելուկ եմ ասում, գոնե այդ արագությամբ, թեկուզ մի քիչ դանդաղ արագությամբ, բայց շուտ ասելուկ է, գիտեք, պետք է արագ ասեք։ Եթե կարողացաք ասեք, 5 միավոր կտամ ձեզ։ Պատրաստեք, պապը պատի տակ, տատը պատի տակ, հիմա արագ ենք ասում, պապը պատի տակ, տատը պատի տակ, Papa tati tak, tata pati tak. պապը պատի տակ, տատը պատի տակ, Papa pati tak, tata pati tak. պապի տակ չէ, պատի տակ, երկուսն էլ պատի տակ են, ոչ թե, Պապիկը, ձեր մարդը, պատի տակ նստած է, ձեր պապիկը, տատիկն է, պատի տակ նստած է, պապը պատի տակ, տատը պատի տակ, պապը տատի տակ, պապը տատի տակ, Papa tati tak, tata pati tak. պապը տատի տակ, պապը պատի տակ, չէ, ես իրա կարող եք շուտ ասելու, կասել, ձեր թիմը եթե ասես պարտովել է 5 միավոր աստանալու, պապը պատի տակ, տատը պատի տակ, երկուսն էլ պատի տակ են նստած, պապը պատի տակ, տատը պատի տակ, բայց դանդաղ ասես, պապը պատի տակ, տատը պատի տակ, Papa tati tak, papa tati tak. Ami ես ասում եմ ինչ պատասխանես։ Հատակա ճերտվածքային։ հատակապատակա ճերտվածքային, այս թիմի շի ձեր թիմն է, կարող եք ասել հաշուտ ասելու կը, հատակապատկա ճերտվածքային հավատակը ճոկալու աչեք, հա, միատ ասը կասեմ վերնա,
հանդարտ քայլերով շարժվում ենք առաջ, շնորհակալություն մեր ութ հերոսներին, շնորհակալություն Հրանտի եւ Հասմիկին այս անակնկալը մեզ ներկայացնելու համար։ Օգտվելով առիթից պետք է խնդրեմ, որպեսզի մեր հյուրերը կրկին լսեն գավաթները եւ այն մեծագույն սիրով պետք է նվիրենք մեր Հրանտի եւ Հասմիկի համար։ Նրանց ընտանիքի համար ամենահարազատ, ամենասիրելի, ամենաթանկ մարդկանց։ Եվ ես պետք է խնդրեմ, որպեսզի մենք բոլորս այս պահին ծափահարություններով ողջունենք մեր Հրանտի շատ սիրելի քույրիկներին։ Ծափահարությունը Վարդուհուն եւ Արմինեին իրենց ընտանիքների հետ միասին։ Ձեր ջերմ ծափահարությունները խնդրում եմ ողջունենք մեր հարգարժան Վարդուհուն եւ Արմինեին ընտանիքների հետ միասին։ Ծափահարությունը մեր Հասմիկի շատ սիրելի եղբորը, մեր հարգելի Սարգիսին ընտանիքի հետ միասին Սարգիս Ժամյանում ենք բոլոր շնորհավորանքներին, բարեմաղթանքներին եւ հարգելի բարեկամներ, եթե խոսք գնաց մեր Հրանտի եւ մեր Հասմիկի համար շատ հարազատ, շատ սիրելի մարդկանցից, ես նշեմ, որ ցավալիորեն մեր Հասմիկի համար շատ հարազատ, շատ կարևոր մեկ անձնավորություն, մեր հարգարժան Մարտիրոսյան Դավիթը շացրեց տեսնել այս հրաշալի երջանիկ օրը մեր հասարակության կողմից եւ մասնավորապես մարզաշխարհում հայտնի անձնավորություն մեր խորին հարգանքի տուրքը մեր երիտասարդ Դավիթ Մարտիրոսյանին։ Նաեւ նշեմ, որ մեզ հետ մեր կողքին են որպես հրաշալի, որպես հարազատ մարդիկ մեր Հասմիկի եղբայրները եւ ես պետք է խնդրեմ ծափահարությունը ողջունենք Նայրիի եւ Լևոնի Հասեին, ձեր ջերմ ծափահարությունները Նայրիի եւ Լևոնին եւ հայտնենք խորի շնորհակալություն իրենց ներկայության մասնակցության համար։ Նաև հարգելի բարեկամներ, մեր Հրանտի եւ Հասմիկի հետ միասին, նրանց եղբայրների եւ քույրերի հետ միասին, ես պետք է խնդրեմ, որպեսզի մենք բոլորս ծափահարությունով ողջունենք մեր ծնողների, եղբայրների եւ քույրերին, այլ կերպ ասած, մեր հարգարժան հոր եղբայրների, հորաքույրների, քերիների եւ մորաքույրների, պետք է խնդրեմ ծափահարությունով ողջունենք Հրանտի, Հասմիկի բոլոր հոր եղբայրներին, հորաքույրներին, քերիներին, մորաքույրներին, մեր հարգարժան հայրերի եւ մայրերի շատ սիրելի եղբայրների եւ քույրերի։ Հրանտի անունից, Հասմիկի անունից, բոլոր այս հրաշալի մարդկանց մենք ասում ենք շնորհակալություն։ Շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ մեր կողքին եք, շնորհակալություն, որ ժամեր շարունակ ձեր բարձր տրամադրությունը փոխանցում եք մեր եղազարանների ընտանիքին։ Մենք նաեւ մաղթում ենք, որ այդ հարազատ կապը հարատևի ձեր ողջ գիտակցական կյանքում։ Ձեզ առողջություն, մեծ հաջողություններ եւ ամենայն բարիք։ Եվ այսպես Հրանտի եւ Հասմիկի, ինչպես նաեւ մեր ծնողների, բոլոր եղբայրների եւ քույրերի կենացը։ Վայելեք այս գեղեցիկ երաժշտական ողջույնը։ Կենացի։
նայում եմ սիրուն աղջիկներ, սիրուն աղջիկներ, շեքու սելահեր, աչքին ձախ նայում եմ սիրուն աղջիկներ, սիրուն աղջիկներ, շեքու սելահեր նայում եմ սիրուն աղջիկներ, սիրուն աղջիկներ, շեքու սելահեր, աչքին ձախ նայում եմ սիրուն աղջիկներ, սիրուն աղջիկներ, շեքու սելահեր, աչքին ձախ նայում եմ սիրուն աղջիկներ, սիրուն աղջիկներ, շեքու սելահեր, աչքին ձախ նայում եմ սիրուն աղջիկներ, սիրուն աղջիկներ, շեքու սելահեր Հարգելի բարեկամներ, հարգարժաններ եւ բարոնայք, մենք բոլորս եւս մեկ անգամ շնորհավորում ենք մեր փոքրիկ Հովհաննես Եղիազարյանի ծննդյան առաջին տարեդարձը եւս մեկ անգամ միանում ենք բոլոր շնորհավորանքներին, բոլոր բարեմաղթանքներին, մեր հոբելարին ամենակարևորը մաղթենք առողջություն, մաղթենք ուրախ մանկություն, անամք եւ խաղաղ երկինք եւ ամենակարևորը որ նա մեծանա դառնա իսկական հայ քաղաքացի։ Սա հարուսների տեսքով ասում ենք ծնունդը շնորհավոր փոքրիկ Հովելյար։ Շնորհավորում ենք մեր փոքրիկ Հովհաննեսին եւս մեկ անգամ, շնորհակալություն հարգելի հրան, տոնական երեկոն շարունակում ենք, քիչ անց մենք անդրադառնանք մեր խաղորական ընտանիքին, այնուհետև իհարկե մեր ընկերներին, մեր
աշխատանքային կոլեկտիվների հանձնակազմերի, բայց այս պահին բացառիկ կարգով, արտահերթ կարգով բարձրափոխը փոխանցել մեր հրանտի երբորը Մարտոյին, որովհետև Մարտոյի կողմից կա ասում Մարտո ջան, լսեմ ձեզ եւ շարժվենք առաջ։ Համեցեք։ Շնորհակալ եմ հանդիսավորման, բոլորից շնորհակալ եմ, հարգելի ուղեր, հարգելի բարեկամներ։ Ձեր բոլորի գլխավորությամբ, ձեր բոլորի ներկայությամբ շնորհակալություն հայտնեմ եւ ուզում եմ ձեր բոլորի կենացը լինի իմ հարգելի, իմ հարազատ, իմ Ռամբոյի ընտանիքի ու բարի կենացը։ Ռամբո ջան, կենացը դառնալ ես։ Ուզում եմ քո համար, ուզում եմ քո ընտանիքի համար։ Եղբայր, ուզում եմ քո ամենաջինջ ու բարի ապագայի համար լինի։ Քո ծնողների, քո թանկ ու ամենամեծ ժառանգի համար լինի, որը երկար ուզում եմ են ասու օրնությունը, որ Աստված կամեցել է, ուզում եմ ունի քեզ, ընտանիք։ Ու Աստված աչեք ու բարի կնքիտ անպատասին։ Չգիտեմ, ոնց ասեմ, ոնց ապիսմատանքը քեզ կանունա, վերջ է։ Բայց ամենամեծ մարդկանք ես ուզում կամ մորը։ Այն մայրական արդյունքը, որ քեզ ծնել է, այն մայրական արդյունքը, որ քեզ մեծացրել է, այն մայրական ջերմությունը, այն մայրական սերը քեզ ծրվել է, ու Աստված ողնից է։ Կենացը ծավոտ է, աղը, ագերեմ է, կուտողա համար թող։ Ես ճիշտ է շատ, ինչ-որ չափ փոքր, մեծ հրաներով ուզում եմ։ Ունեն ամենամեծի կենացը, ունեն ամենամեծի սպխության կենացը դինում, ոզուկ է կրոտ է։ Ու այսօր արցնքում են ժողոր ջան, մի բայկյան լսենք էլի։ Ինի են կենացը ծավական, որ դու քո հարցին, քո որպես աղջիկ ընդունելով, քո վերնանքումելով, բոլորից առավել գնահատել ու մեծացրել ես տարիներ շարունակ։ Ու այդ տարիներ շարունակի ընթացքում այն ջերմությունը, որ ծնել է մեր սիրո կտուղ, ու այդ սիրո կտուղի արդյունքում կա այսօր ամբողջի հավաքված է արդյունքը, թող դա քեզ մենակ բերի առողջություն, երջանկություն, ու տանական մենակ մի մեծ սիրո ջերմություն, որը որ ես աստու կանգով կցանկանեմ։ Լավ է, ամբողջ ընթերջ է։ Ու մեծ հզոր ընտանիքի ներկայության, ու քրերի ներկայության դեռնենք ես։ Ձեր ամենի ներկայությամբ, այս ամբողջ հարազատների ներկայությամբ ուզում եմ ունի, որ ամբողջ ու հզոր ընտանիքի կենացը, ու այն ամբողջ հարազատների կենացը, այն ամբողջ հարազատների ընտանիքի կենացը, որոնք կիսում են ամբողջ ուրախությունը քո հարազատ։ Ցավոտ է, լավ է, անփոփոխ։ Ձեզ ընտանիքում, ձեզ կյանքում ունեմ մի մեծ ջերմություն, մի մեծ սեր ու երդասություն, ցավոտ է։ Լավ է, քո հզոր ընտանիքով, ես հզոր ապագա, ու հզոր ջերմություն, ցավոտ է։ Ու ամենակարևորը նույնս ամփոփ։ Դու քավորով, դու ընտանիքով, դու սրբություն, քավորը դա սրբություն է, քավոր ջան։ Քավոր ջան, կենացը լինի, ու սուրբ ու թանկ հզորության կենացը լինի, ու աչը կուսանիքների յոթության պարտած լինի։ Մեր սեր ու բարություն
կենցանը, որ դու պիտի ասու կապորտասս ընտանիքին, արգելի կավոքը, որ միայն լինի բարություն, դերնություն ու կաղթություն, ու սերը, են ինչ դու կամենաս դու ընտանիքին, նույնությամբ ես վստահ եմ, որ դու կամենաս ուսանիքներին։ Ես կեզանով վկարտ եմ, ես կեզանով ուրախ եմ, ծավատալ եմ, լավ է, ամպորտանք ու մնացած եք ուսանիքների, ու ասլաչի օրնությամբ, ժողովրդան բոլորից եվս մեկ անգամ շնորհավոր ենք, ամեն մեկս մի անգամ շնորհավոր ենք մեզ և մեր մեջ և Աստծո առաջ, ու շնորհակալություն հայտնենք մեր քավորին, որ մեր քավորը այսօր ևս ներկա է գտնվում ու հիշում է մեր ուրախությունը մեր հետ և բոլորիս հետ միաժամանակ այն ամենաբարի մարդկաներով, իմ ասածով, ճիշտ է շատ փորձեցի միտքը դասավորեմ, բայց ամենակարևորը, որ ես ուզում շնորհակալություն հայտնեմ համին Հրանտին, համին Հրանտի ծնողին, համին մեր բոլոր ներկա գտնվող հարազատներին։ Ես է որպես Հրանտի չգինեմ մեծ թե փոքր եղբայր, բայց ամեն դեպքում ցավորի կենացով մեր հարգելի հանդիսավարային խնդրեմ որ շարունակի մնացածը։ Ձեզ ցավոտ անում, լավ եղեք, առողջ եղնենք, խմենք մեր բոլորի կենացը, լավ եղեք, շնորհակալություն։ Շնորհակալություն մեր Հրանտի եղբորը Մարտոյին, շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, ես նշեցի, որ մեր հարգարժան քավորի կենացն է եւ ես պետք է խնդրեմ այս պահին արտահերթ եւ ջերմ ծափահարույցները Արտակ եւ Կարինե Վարդանյանների հասցեին։ Խնդրում եմ ողջունենք ծափահարույցներով մեր հայրս որպես հինավուրց ժողովուրդ հարգում ենք մեր մեծերին, մեր պատմությունը, մեր ավանդույթները եւ հայկական իրականության մեջ քավոր ընտրելիս հաշվի ենք առնում այդ անձնավորության մարդկային բարձր արժանիքները։ Հարգելի քավոր հրաշալի արտահայտասու խորին հարգանքով նվիրում ենք ձեզ, նվիրում ենք ձեր ընտանիքին եւ ամենակարևորը հայտնում ենք խորի շնորհակալություն, որ այսօր գտել եք ժամանակ լինել մեզ հետ, լինել մեր կողքին եւ ձեր ներկայությունը շատ կարևոր է մեր եղածարանների ընտանիքի համար։ Հարգելի բարեկամներ, մեր հարգարժան քավորի կենացը եւ բնականաբար այս հրաշալի երաժշտական ողջույնը ձեզ Վարդանյանների օջախի կենացը։ Մեր հարգելի քավորի կենացը։ Ես խնդրում եմ, որպեսզի մեր հյուրերը կրկին լսենք հավատները եւ այն մեծակուն սիրով, խորին հարգանքով նվիրում ենք Հրանտի եւ Հասմիկի համար շատ հարազատ, շատ կարեւոր մարդկանց, ովքեր հարգելով Հրանտին, հարգելով Հասմիկին, այսօր հարկ են համարել իրենց ներկայությամբ պատվել այս գեղեցիկ տոնական երեկոն։ Ես խնդրում եմ առանձնահատուկ ջերմ ծափահարույցները Հրանտի եւ Հասմիկի բոլոր ընկերների եւ ընկերուհիների հասցեին։ Ձեր ջերմ ծափահարույցները Հրանտի եւ Հասմիկի բոլոր ընկերներին, ընկերուհիներին, ինչպես նաեւ խնդրում եմ այս պահին առանձնահատուկ ծափահարույցներով մենք ջերմորեն ողջունենք Ագորա առևտրի կենտրոնի մեր աշխատակիցներին։ Ձեր ջերմ ծափահարույցները մեր հարգարժան գործընկերների հասցեին։ Ծափահարույցները Երևան City սուպերմարկետների ցանցի մեր աշխատակիցների հասցեին, խնդրում եմ ողջունենք, ովքեր հարգելով մեր Հրանտին, հարգելով մեր Հասմիկին այսօր այստեղ մեզ հետ մեր կողքին են։
Նաև հարգելի բարեկամներ դահլիճում են այնպիսի հրաշալի անձնավորություններ, ովքեր թեև բարեկամական թերերով կապված չեն մեր Հրանտի եւ Հասմիկի ընտանիքների հետ միասին, բայց վաղուց նրանց համար դարձել են հարազատ մարդիկ եւ ամենակարևորը բարի կամեցող անձնավորություններ։ Խոսքը վերաբերում է մեր Եղիազարյանների ընտանիքի ընկեր հարևանների հասցեին։ Հրանտի անունից մեր բոլոր ընկերներին, ընկերուհիներին, գործընկերներին, ընկեր հարևաններին ասում ենք շնորհակալություն։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, շնորհակալություն, որ մասնակցում եք այս տոնական երեկոյին։ Մենք մաղթում ենք, որ յուրաքանչյուր ընկերոջ ընտանիքում մնչեն այսպիսի ուրախ նեղերիներ, իսկ մեր Հրանտ ու Հասմիկը իրենց ներկայությամբ այդ երեկոները վերացրել մեծ տոնի։ Ընկերության թանկենացը, հարևանների թանկենացը եւ քիչ անց բոլորին կսպասենք պարահրապարակի կենտրոնում։ Գնացինք։
давно все ясно. Ты прячешь взгляд своих счастливых глаз. И опять напрасно, и опять напрасно собираюсь я все рассказать сейчас. И опять напрасно, и опять напрасно собираюсь все сказать сейчас. И снова седая ночь, и только ей доверяю я. Своя седая ночь, и силой тайны. Но так и помочь не может идти моя. Нет, ну совсем ничего. И снова седая ночь, и только ей доверяю я. Своя седая ночь, и силой тайны. Но даже если помочь не можешь идти моя. Нет, ну совсем ничего. Երեկոյի այս հատվածում ենք համասակորեն կարող ենք նշել, որ այն կայացավ, անցավ ուրախ և բարձր տրամադրություն և համագնդյամազեն հայտնում ենք հորի շնորհակալությունը վասպուրական ռեստորանային համարերին այդ գեղեցիկ դահլիճում մեզ տրամադրելու համար, շնորհակալություն սպասարկող հանձնակազմին իրենց բարի և հոգատար վերաբերմունքի համար, շնորհակալություն օպերատոր Աշոտին, լուսանկարիչ Արսենին, շնորհակալություն DJ Արտակին, ով ապահովեց երեկոյի ուրախ և բարձր տրամադրությունը։ Այս բանի թերևս վերջին երաշտական համարը այնուհետև իրենց հրաժեշտ կտանք, կասենք շնորհակալություն, միշտ նոր հանդիպում և բարի գիշեր։ Բարի գիշեր, հարգելի բարեկամներ։ Դուք գնում եք, մենք գնում ենք, ցենց հավանա